Մենք այս պահին կզրուցենք վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի հետ։ Պարոն Գրիգորյան, ինչպիսի ընտրություն եք կատարել, հանուն ինչպիսի Հայաստանի։ Նախ հանուն հայի ու Հայաստանի, այսինքն ես իմ ընտրությունը հենց դրա համար է արժանապատվության, ազգային ինքնության եւ մեր պետականության հարատևման իբրև հայկական պետություն, իբրև ազգային պետություն, հենց դրա համար եմ քվեարկել եւ ես վստահ եմ, որ այս ամեն ինչը փոխվելու է։ Այս մթնոլորտը, որ մարդիկ իրար որոշ մարդիկ այդպես իրար թարս են նայում, հա, հայերեն ասած, այդպես ճակերտավոր, այդ ամեն ինչը փոխվի եւ սիրո եւ բարության մթնոլորտ կտիրի, ընդամենը մի քանի ժամեր են մնացել։ Վստահ եմ հետևեք քարոզարշավի ընթացքում ձեր համար ձեր կարծիքով քաղաքական ուժերը, ովքեր որ հայտ էին ներկայացրել ընտրությունների հավասար իրենց ծրագրերը ներկայացնելու հնարավորություն ունեցան։ Կարծում եմ, որ ոչ։ Եղան իհարկե նախ ծրագրայինից, բովանդակությունից դեղափոխվեց, բարև ձեզ, դեղափոխվեց ավելի շատ վիրավորանքների եւ իրար դեմ խոսելով եւ մենք գիտենք, ես չեմ ուզում հիմա ասել որտեղից է սկսվել, բայց բոլորը գիտեն ով սկսեց այդ ամեն ինչը, այդ խոսույթը եւ դրա համար դա էլ է անբարոյականություն, երբ որ ընտրությունների ժամանակ, քարոզարշավի ժամանակ նախ պետք է հավասար պայմաններ լինեին եւ նաեւ արդարություն պետք է լինի, արդար մրցակցություն պետք է լինի եւ բոլոր տեսակի նախընտրական այդ խախտումները երևում էին միայն ընդդիմադիր ուժերի ինչ որ ձևով իրենց վերագրվող բաներ էին, սակայն իշխանականը չէին երևում եւ դա բնականաբար անարդարությունը սա վերանալու է։ Պարոն Գրիգորյան, դուք վերջի տարիներին ձեր հանրային գործունեությամբ աչքի եք ընկնում այս իշխանությունների վարած քաղաքականության դեմ արտահայտվելով, թիրախավորվել եք եւ ինչ եք կարծում, եթե ընտրությունների արդյունքում ժողովուրդը որոշի, որ Նիկոլ Փաշինյան պետք է հեռանա, ձեր կարծիքով նա հանգիստ կհեռանա։ Պետք է հանգիստ հեռանա։ Պետք է հանգիստ հեռանա, որովհետև այդպես է լինելու եւ ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը ճիշտ ընտրություն է կատարում հիմա եւ հաղթելու է, կրկին ասեմ, հաղթելու է արժանապատվությունը, հաղթելու է ազգային ինքնությունը, հաղթելու է հայկականությունը։ Մեր պետությունը պետք է պահվի իբրև հայկական պետություն եւ այլընտրանք չկա եւ մեր ազգային եւ պետական իրավունքների տերն են կանգնում մենք եւ բոլոր տեսակի խարդախությունները, բոլոր տեսակի խարդավանքները եւ ամենի կանխվեն եւ այսօր շատ լավ հնարավորություն է, որովհետեւ մեր ժողովուրդը իր կամքը արտահայտի։ Եվ վերջում մի բան կուզենայի հարցնել, ինչ կասեք այն քաղաքացիներին, ովքեր անտարբեր են կամ կարծում են, որ իրենց քվեով խնդիրներ չի լուծվում, իշխանությունը չի փոխվում կամ այս մարդկանց ինչ կարող եք ասել։ Այդ մարդիկ ընդամենը մի բան ունեն մտածելու, որ համապետական ընտրություններ ասելով դա վերաբերում է բոլորիս եւ դա ճաշակի կամ հոգնածության կամ անտարբերության երևույթի հետ պիտի առնչություն չունենա, դա պարտականություն է, բոլորիս պարտականությունն է մեր թե անցյալը, թե այսօրը եւ թե գալիքը մենք ինքներս որոշենք։ Եթե մենք դժգոհություններ ունենք, թե ներքին դժգոհություններ, թե արտաքին հարաբերությունների եւ այլն դրսի ազդեցության, եթե մենք ունենք դժգոհություններ եւ ուզում ենք որևէ երկրից որևէ հրահանգներ չլինեն, որոշումներ չլինեն մեր փոխարեն, ուրեմն մենք պետք է անտարբեր չլինենք։ Մենք պետք է մասնակցենք ընտրությանը, որովհետեւ սա մեր կյանքն է։ Սա ուրիշի կյանքի մասին չէ, սա իմ մասին է, քո մասին է, բոլորիս մասին է։ Եթե մենք իսկապես մի քիչ ավելի խորը մտածենք, մենք կգտնենք, որ սա
անձնական իրավունքի խնդիր չէ պաշտպանության, այլ ընդհանրական իրավունքի, ազգային եւ պետական իրավունքի պաշտպանության խնդիր է։ Դրա համար բոլորս պարտավոր ենք, ոչ թե գուզենք գնանք ընդրության կամ գուզենք չենք գնա, այլ պարտավոր ենք բոլորս դեր կանգնենք մեր ձայնին, որը որ կարող է մի ձայնը որոշիչ լինի։